Բարև ձեզ հարազատներս, շատ դժվար ժամանակաշրջանում ենք գտնվում, շատ վախենալու մեծամասնության համար, բացի քրիստոնյաներից։ Այ քրիստոնյան, իսկական քրիստոնյան ոչ մի բանից չի վախենում, սա է շատ կարևոր։ Դրա մասին կխոսեմ այսօր, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Վերջերս մի քանի պաշտոնյաների հետ ծանոթացրեցին, պատահական, ու պարզվեց, որ իրենց վրա հարուցված է քրեական գործեր, սառեցված են այդ քրեական գործերը, իրենք պաշտոններից հեռացված չեն, իրենք շարունակում են իրենց պաշտոնները զբաղեցնել, վախեցած են իհարկե տղամարդիկի, ուզում են ապրել, չեն ուզում բանտում նստել, ու այդ կոնտինգենտը ինչի համար է պետք, օգտագործվելու է շանտաժով։ Ես այսքան տեսահոլովակներից մեջ ասում եմ, որ մենք հետ զարգացող երկիր ենք, հետ զարգացող, բայց անգամ ես չէի հասկանում, թե ինչ աստիճանի հետ ենք, ինչ աստիճանի են մարդուն ոչ բնորոշ մեխանիզմներ են օգտագործվում մեր երկիրը կառավարելու մեջ։ Սա է, որ երկիր չենք դառնա սենց, վախկոտ տղամարդկանցով, այդպիսի գործիքներ, շանտաժի գործիքներ օգտագործող տղամարդկանցով մենք երկիր չենք դառնալու, ժողովուրդ ջան, սա հենց ընտրության ժամանակն է, քրիստոնյայի ընտրության ժամանակն է, դու ով ես, քո ընտրությունը որն է, դու եկեղեցու կողքին ես, թե ում կողքին ես, սա շատ կարևոր է։ Արդեն դե բացատրել եմ, շատ մանրակրկիտ ձևով բացատրել եմ, էլի մեր եկեղեցին է մեզ պաշտպանում, մեր երկիրը նորից եկել է, չգիտեմ, միջնադարը, որ նորից եկեղեցին է մեզ պաշտպանում, ոչ մեկը ձեր գրագիտությունը, ձեր այդ պաշտոն զբաղեցնելը մեր երկրին ոչ մի օգուտ չբերեց, նորից եկեղեցին է մեր շահերը պաշտպանում, մեզ թուրքերից փորձում պաշտպանել, որ երկիր մնանք։ Դե օրակարգը այնպեսին է, որ ընտրությունը մեր մեծ չի, երկու ընտրություն ունենք, մեկ ռուսներին ծառայելու, մեր երկիրը կարող են օգտագործել իր շահերում մեկ ռուսը, մեկ թուրքը։ Մենք էլ ուրիշ մարդ չունենք, այստեղ որ ուրիշ երկիր չունենք, որ կարողանա մեզ օգտագործի, ու սա մեր ընտրությունը, տեսնենք որտեղ է մեր շահերը ավելի շահերը որն է, պետք է երկիրը կարողանանք պահել, երկիրը փրկենք։ Եթե դու թուրքերի հետ ես, թուրքերի օրակարգում ես, քեզ թուրքերի մեջ ես տեսնում, դու ուրեմն երկիր չես ունենա։ Ոնց կարա թուրքը մեր երկիրը պահի, չի լինելու դա ոչ մի ձևով։ Ռուսներն էլ չեն մեր արևը խնդում, բայց ռուսների հետ էլ հույս կա, որ մենք մեր երկիրը կարողանանք պահենք։ Ռուսը լավ գիտի, որ մենք ուզում ենք մեր երկիրը պահենք, ու ինքը եթե ուզում ես օգտագործի, այնպես է օգտագործելու, որ շանս լինի այս երկիրը պահելու։ Ու այս ամենի համար բոլորս պատասխանատվություն ենք։ Ոչ մեկ չի կարալու ասի, ես կրթություն չունեի, ես քրիստոնյա չէի, ես չգիտեի, ես մեկը չգիտեի։ Այսպիսի բաժանում մեր երկրի մեջ, մեր մարդկանց մեջ չի եղել ոչ մի իմ կյանքի մեջ, ես 49 տարեկան եմ, ես երբեք չեմ այսպիսի ատելություն զգացել մյուս հայի նկատմամբ, ինչպիսի այսօր։ Միակ ոնց ասեմ, չասեմ երազանքս, Աստված հեռու պահի դա իմ երազանքը լինի, ժամեր եմ հաշվում գնամ տուն մտնեմ մի քանի հոգի բլոկ եմ։ Հասկանում եք, սա ինչ-որ հաճույք է սկսել ինձ պատճառել, որ ջնջեմ իմ էջից այդ մարդկանց, թե հայ են, թե թուրք են, չգիտեմ ովքեր են հայկական ազգանուններով։ Հատուկ պոստեր եմ դնում, որ իրանք գան, կուտակվեն, որ ես կարողանամ մի մուտքի ժամանակ, Facebook-յան մի մուտքից ժամանակ բլոկ եմ ջնջեմ այդ, չլինեն էլ իմ տեսադաշտում, չեմ կարող դրանց մարդ ասել։ Ուրեմն քրիստոնյան ոչ մի բանից չի կարողանա վախենա, շատ իրոք դժվար ժամանակներում ենք ապրում, ու միջկային զենքը մեր կողքը կարող է տրաքել ամեն վարքյան, ու շատերը վախեցած եք։ Վախենալ քրիստոնյան չի կարա, քրիստոնյան արդեն ասել են, որ ամբողջ կյանքը իր մահվան պատրաստություն է, որ ինքը պատրաստ լինի մահանալու։ Միակ բանը, որ ասում գոնե հաղորդություն ստացած լինեմ հետ մահանալուց առաջ։ Հարազատներիս համար եմ մտածում, կուզեմ իրենք էլ հաղորդություն ստացած լինեն, աղոթում եմ իրենց համար, ամեն եկեղեցու մտնելուց ծնկի եմ գալիս, որ ամեն մեկի համար անհատական աղոթեմ, որ Աստծուն հնարավոր ինձ մոտ լինեն։ Սա մեր ընտրության ժամանակն է։ Այդքան չեմ հասկանում, դե հայեր չեն, մարդիկ ովքեր մեր
հայ առաքելական եկեղեցու դեմ հաչում են, ուրիշ բառ չկա ասելու, դա հաչում են, դրանք մարդ չեն, դրանք հաչում են։ Ու ուզում եք կաթողիկոսին հանեն, հանում եք, ում բերեք։ Ում եք դուք հավանում, ում եք տեսնում կաթողիկոսի տեղում։ Լավը չի կաթողիկոսը։ Դուք ում եք տեսնում կաթողիկոսի տեղում։ Ում պիտի բերեք։ Դե մեկ էլ ռատոյին շորերը հանեք, թագը դրեք մեկ էլ կաթողիկոսի տեղը։ Մի քիչ էլ սպասենք, տեսնանք այդ ձև ոնց եք անում։ Ձեր ընտրությունը ո՞րն է։ Դուք հələ մեկի չեք հավանել։ Դուք ոչ մեկի չեք հավանում։ Դուք մարդ չեք տեսնում։ Դուք որտեվ ինքներդ մարդ չեք։ Դու պետք է մարդ լինես, որ մյուսին տեսնես։ Մյուսի հատկությունները էլ չեմ ասում դե սրբությունը, որ փորձում եք կողել, դե դուք ով եք որ սրբություն կողեք։ Շներ։ Ու այսպիսի զարմանում եմ, որ այդ հայ տղամարդկանց ուզում եմ այդ գրողներին, որ հայկական ազգանունով տղամարդիկ են, ուզում եմ գրեմ տեսնեմ հայ տղամարդը ոնց կարա ինչ պիտի լինի հայ տղամարդու հետ, որ այդքան իջնի, այդքան դեբիլանա, այդքան անասունանա, հայ տղամարդը չի կարա անասուն լինի։ Սա ահավոր է, սա չգիտեմ, սա իրանց եմ խղճում, ոչ վաղ չկա, ոչ մի վաղ չկա, ժամանակն է ամեն մեկս մեր ընտրությունը անենք։ Հեսա լավ որ բոլորից ճիշտ ընտրություն, Աստված օգնական, մեր երկիրը պահպանի, մեր երկրի ներքին թշնամի, դրսից թշնամի իհարկե ունենք թշնամիներ, ու թուրքերն են մեր թշնամիներն, այնպես չէ որ չունենք մենք թշնամի, ու ես դեմ չեմ որ մենք միշտ թշնամի ունենանք, դա չի թողում քնես, մարդ պիտի իրոք թշնամի ունենա, բնազդներն աշխատեն, փորձի զարգանալ եւ այլն, սա շատ կարեւոր է։ Ներքին թշնամիների համար, ազգադավների համար արդեն ասել եմ Աստված այնպիսի պատիժ պիտի տա, Չաուշեսկուն Հուդայի մահվան պիտի երանի տան։ Հուդայի մահվան, աշխարհի որ ծայրում էլ ազգադավ, փորձի ազգադավություն անի, պիտի վախենա, ասի լավ այս գրամ բանվորություն անեմ, քան թե ազգադավությամբ փող աշխատեմ, քանի որ հայերի ազգադավներին Աստված այսենց է պատժել։ Լսելի պիտի լինի ամբողջ աշխարհում դրանց պատիժը, 100% եմ ասում, սա հենց նես չի կարող գնալ, սա այսքան մայրերի ողբը, այսքան մայրերի անեծքները, այս ամեն ինչը գալու է Հուդայի մահվանը երանի են տալու։ Աստված օգնական բոլորիս։